Գիշերը, երբ քաղաքը քնում է, մենք արթուն ենք մնում քննարկելու ամենազգայուն թեմաները. առողջություն, հարաբերություններ, սեռական կյանք եւ ընտանիք։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք հաճախ լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Այսօրվա մեր զրույցը մի շղթայական ռեակցիայի մասին է, որը սկսվում է սովորական վիրուսից, շարունակվում սխալ ընտրված դեղահաբերով եւ ավարտվում առաջացրած բարդություններով, հատկապես առողջության, մասնավորապես սեռական առողջության առումով։ Մեր հյուրը Երևանի պետական բժշկական համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի գլխավոր վարակաբան Արշակ Ղազարյանն է եւ նրա հետ մենք կբացահայտենք, թե ինչպես COVID-ն ու գրիպը հակաբիոտիկների ոչ ճիշտ կամ ոչ ռացիոնալ օգտագործման հետևանքով կարող են առաջացնել տարբեր տեսակի առողջական խնդիրներ, հատկապես սեռական խնդիրներ։ Պարոն Ղազարյան, բարի կեսգիշեր, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Թեման վստահ եմ շատերին է հետաքրքրում եւ առաջին հարցը, ինչից կուզենայի, որ սկսենք մեր այսօրվա զրույցը, որպես մասնագետ, որպես գլխավոր վարակաբան, ինչպես կգնահատեք հատկապես ներկայիս նախամանորյա վիճակը, աշնան ավարտից հետո արդեն ձմեռնամուտ է, ինչ պատկեր է հանրապետությունում տարածված վիրուսների առումով։ Բարի կեսգիշեր, շնորհակալ եմ հրավերի համար։ Կցանկանամ նշել, որ վերջին 3-4 շաբաթների ընթացքում սուրշնչական վիրուսային վարակների ակտիվացում է արձանագրվում Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում Երևանում, որը պայմանավորված է սեզոնայնությամբ, սեզոնին համահունչ է եւ մենք հիմնականում ունենում ենք ռինովիրուսներով, ադենովիրուսներով, ռեսպիրատոր սինցիտիալ վարակով, ինչպես նաեւ գրիպով եւ COVID-ով պայմանավորված դեպքեր։ Առավել հաճախ գրանցվում են գրիպի H3N2, այսպես կոչված հոնկոնգյան տարբերակը, ունենում ենք նաև COVID-ով պայմանավորված հիվանդության դեպքեր եւ աշխարհում նաև տարածված են այս հիվանդությունները, մարդիկ իրենց կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ հիվանդանում են այս վիրուսներով, ինչը մեծ առողջապահական եւ սոցիալ-տնտեսական վնաս է հասցնում մարդկությանը։ Սովորաբար, երբ վիրուսը ներխուժում է օրգանիզմ, մենք չգիտես ինչի կենտրոնանում ենք հազիվ ու ջերմության վրա։ Այնինչ հետաքրքիր է, ինչ է տեղի ունենում օրգանիզմում գլոբալ առումով։ Կարծես թե օրգանիզմը կորցնում է իր ռեսուրսները եւ նաեւ տուժում է այդ առումով դիմադրողականությունը եւ անմասն չի մնում նաեւ սեռականը, մտերմանալու ցանկությունն է վերանում, ինչ է տեղի ունենում օրգանիզմում, փորձենք բացահայտել։ Գրիպի եւ այլ սուրշնչական վարակների նաև COVID-ի ժամանակ ինտոքսիկացիայի նշաններ են դիտվում, որը արտահայտվում է ջերմության բարձրացումով, գլխացավով, ինտոքսիկացիայի նշաններով, հոդամականացավերով, ախորժակի վատացումով եւ սրա հետևանքով օրգանիզմում զարգանում է այսպես կոչված ասթենիկ համախտանիշ, ասթենիզացիա, այսինքն դյուր հոգնելիություն, աշխատունակության անկում, ախորժակի նվազում, երբեմն նաև դեպրեսիա, ապաթիկ վիճակ, ինչը քնի հետևանքով չի վերականգնվում, չի անցնում, հա, սա բնորոշ է սուրշնչական վարակներին, գրիպին, COVID-ին եւ այս ասթենիկ համախտանիշը նպաստում է սեռական ցանկության նվազմանը։ Մյուս կողմից հայտնի է, որ 3 օրից ավել տևող բարձր ջերմությունը, երբ այն գերազանցում է 39 աստիճանը, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ սեռական ցանկության եւ նույնիսկ տղամարդկանց մոտ սերմնաբջիջների, սերմնահեղուկում կոնցենտրացիայի եւ շարժունակության նվազմանը։ Այդ պատճառով էլ խորհուրդ ենք տալիս, որ 39 եւ ավելի ջերմությունը անպայման պետք է իջեցնել, միջամտել, որովհետեւ 3 օրից ավել պահպանվող այդ վիճակը, այո, կարող է բացասաբար անդրադառնալ նաև սեռական ոլորտի վրա։ Եվ դա ունի նաև իր անատոմիական բացատրությունը, չէ՞ որ ամորձիները գտնվում են մարմնից դուրս եւ այնտեղ ջերմաստիճանը ի տարբերություն մարմնի ջերմաստիճանի 1-ից 2 աստիճան ավելի ցածր է եւ բնականաբար եթե, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում, եթե 3 օր շարունակ 39-ից չի իջնում, սա արդեն
ահազանգ է եւ պարտադիր պետք է իջեցնել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։ Պարոն Ղազարյան, եկեք խոսենք շատ տարածված մի երևույթի մասին, երբ վիրուսային հիվանդությունների, մասնավորապես շնչական վարակների դեպքում մեր ազգաբնակչությունը անմիջապես սկսում է ընդունել հակաբիոտիկներ, ընդ որում արդեն անգիր գիտեն դոզաները, ինչ պիտի ընդունեն, չեմ ուզում անունները հնչեցնել, որպեսզի ավելի չվնասենք իհարկե, եւ այս առումով շատ կարեւոր է իհարկե մարդկանց հասցնել ինֆորմացիան, հենց կուզենայի դրա մասին խոսենք, որն է պատճառը, որ անմիջապես սկսում են օգտագործել հակաբիոտիկներ, ընդ որում դեռ առանց բարդությունների, եւ արդյոք այս դեպքում այդ ընդունված հակաբիոտիկները ոչ թե օգնում, այլ ավելի շատ վնասում են, արտահայտելով իրենց կողմնակի ազդեցությունները եւ առաջացնելով օրինակ տոլերանտություն։ Գիտեք, միգուցե դա պայմանավորված է հանրության շրջանում վախի զգացումով, որ կարող է չհաղթարեն այդ նշված հիվանդությունը, որը նրանք տանում են, բայց պետք է նշեմ, որ հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չունեն վիրուսային վարակների վրա, իսկ գոյություն ունեցող բոլոր սուրշնչական հիվանդությունները պայմանավորված են բացառապես վիրուսներով։ Եվ առաջին 5 օրերի ընթացքում ջերմությունը պայմանավորված է հենց վիրուսի արկայությամբ, անհարկի խմել հակաբիոտիկներ դա ուղղակի լրացուցիչ վնաս է հասցնում օրգանիզմին, այն առումով, որ առաջին հերթին հակաբիոտիկները իջեցնում են իմունային պատասխանը օրգանիզմի, բերում են արյան իմունային պաշտպանություն ապահովող բջիջների քանակի նվազմանը։ Մյուս կողմից հակաբիոտիկների անհարկի նշանակումը կարող է օրգանիզմում առաջացնել մանրեների կայունություն եւ այդ բակտերիաների, մանրեների կայուն շտամների ձևավորման արդյունքում այլևս հետագայում Աստված մի արասցե արդեն անհրաժեշտության դեպքում այդ նույն հակաբիոտիկները կարող են այլևս չազդել։ Այդ պատճառով հորդորում եմ մեր քաղաքացիներին, որպեսզի սուրշնչական վարակների ժամանակ խուսափեն հակաբիոտիկների կիրառումից, միայն նշանակվի այն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից։ Նաև քիչ չէ հակաբիոտիկների հասցրած վնասը աղիների միկրոֆլորայի վրա, որը կարող է, գիտեք, մենք հայտնի է, որ աղիների միկրոֆլորայում մանրեները միմյանց նկատմամբ հակընդդեմ ազդեցություններ ունեն, իսկ եթե մենք նշանակում ենք հակաբիոտիկ, զգայուն մանրեները ոչնչանում են, արդյունքում կայուն են մնում ռեզիստենտ շտամները, որոնք կարող են պատճառ հանդիսանալ նույնիսկ սուպեր վարակների, այսինքն տվյալ օրգանիզմում արդեն մեկ այլ վարակի առաջացման։ Եկեք պարզաբանենք, ինչով են տարբերվում վիրուսները բակտերիաներից, որպեսզի մեր ազգաբնակչությունը ավելի լավ պատկերացնի։ Բակտերիաները նրանք շրջակա միջավայրում լայնորեն տարածված այնպիսի հարուցիչներ են, որոնք կարող են ախտահարել այս կամ այն օրգան համակարգը, այդ թվում նաև վիրուսները եւ արտաքինից չլինելով մասնագետ ոչ մեկ չի կարող հասկանալ մենք գործ ունենք բակտերիալ վարակի հետ թե վիրուսային, բայց մասնագիտական առումով հիմնականում գիտականորեն ապացուցված է, որ ռեսպիրատոր վարակները, շնչական վարակները, դրանք պայմանավորված են վիրուսներով։ Վիրուսները իրենց կառուցվածքով լիովին տարբերվում են բակտերիաներից։ Նրանց մեծ մասը կարող է ախտահարել այնպիսի խոր ախտահարում առաջացնել, որոնց վրա հակաբիոտիկները չունեն ոչ մի ազդեցություն, նրանք կառուցվածքով են տարբերվում բակտերիաներից, սակայն կլինիկական նշաններով մարդը չլինելով մասնագետ չի կարող տարբերակել արդյոք դա վիրուսային վարակի հետ գործ ունենք, թե բակտերիալ վարակի։ Պարոն Ղազարյան, ինչպես են շնչական վարակները, օրինակ գրիպն ու քովիդը, ազդում սեռական առողջության վրա։ Ունեք արդյոք դիտարկումներ պացիենտների գուցե հետ աշխատելիս հնչել են արդյոք նման գանգատներ, թե ոչ։ Երկուսն էլ եւ գրիպը եւ COVID-19 ունեն բացասական ազդեցություն
սեռական ֆունկցիայի վրա, այն առումով, որ երկուսի ժամանակ էլ հարուցիչը ազդում է մեր արյունատար անոթների ներքին շերտի, էնդոթելի վրա, ախտահարում է այդ շերտը, որի հետևանքով զարգանում է շրջանառության խանգարում, եւ դա էլ հանգեցնում է օրինակ էրեկտիլ դիսֆունկցիայի։ Մյուս պատճառներից մեկը այն է, որ շնչառական վարակների ժամանակ զարգացած թթվածնաքաղցը, որը պայմանավորված է շնչուղիների բորբոքմամբ եւ կոവിഡ്ի ժամանակ նաեւ թոքաբորբի զարգացմամբ, այս թթվածնաքաղցն է բերում ուրեմն օքսիգենացիայի, արյան մեջ դեսատուրացիայի, որը հանգեցնում է ուրեմն մեր սեռական ուրեմն գեղձերի վնասման, այո, սնուցումն է խանգարվում։ Նաև դեր ունի նաև սուրշնչական վարակների ժամանակ պսիխոէմոցիոնալ դիստրեսը, որը նույնպես խորացնում է այ վերը նշված վիճակը։ Բացի դրանից COVID-19-ը նաև վտանգավոր է ինչով, որ COVID-ի ժամանակ հարուցիչը ազդում է անմիջապես սեռական բջիջների վրա, ամորձիների բջիջների վրա, բացի դրանից COVID-19-ի ժամանակ հարուցիչը նաև առաջացնում է բոլորիս հայտնի ցիտոկինային հողմ, հա, մեծ քանակությամբ նախաբորբոքային այդ բջիջ ցիտոկիններ են, սպիտակուցներ են սինթեզվում, որոնք բերում են տվյալ օրգանի վնասման, մասնավորապես ամորձիների եւ ձվարամների կանանց մոտ, հա, վնասման, ինչն էլ հանգեցնում է սպերմատոգենեզի ընկճման։ Եվ բացի դրանից ես նշեցի, որ բարձր ջերմության ժամանակ նույնպես կարող են վնասվել սեռական բջիջները։ Իդեպ նշեմ, մեր դիտարկումները, հատկապես հետ-կովիդային բարդությունների առումով, բարձել են, որ այն տղամարդիկ, ովքեր որ ունեն բարձր տեստոստերոն, իրենք ավելի թեթև են տարել COVID-ը իր բարդություններով, քան այն տղամարդիկ, ովքեր որ ունեն համեմատաբար ցածր տեստոստերոն։ Ինչով ենք մենք դա բացահայտել, մինչև պանդեմիայի սկիզբը բոլոր այն տղամարդիկ, ովքեր որ մեզ մոտ հետազոտվում էին, սա մեր դիտարկումներն են, ովքեր որ հասցրել են մինչև պանդեմիան ստանալ տեստոստերոնոթերապիա, այսինքն ցուցված էր իրենց, որտեղ իրենց տեստոստերոնը ցածր էր, պանդեմիայի ժամանակ շատ թեթև տարան, քան այն տղամարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չստացան այդ թերապիան, եւ հետո մենք արդեն ավելի խորացված ուսումնասիրեցինք, բարձեցինք, որ նաեւ գրականության տվյալներ փաստեցին եւ դուք էլ դա նոր ասեցիք, որ COVID-ի վիրուսը մի տեսակ տրոպիզմ ունի, այսինքն սիրում է տեղակայվել տղամարդկանց ամորձիներում եւ առաջացնել ամորձիների բորբոքում։ Ժամանակի ընթացքում մենք դա նաեւ նկատեցինք, երբ որ սկսեցինք ստուգել սերմնահեղուկի անալիզները եւ տեսանք, որ նրանք, ովքեր որ ծանր են տարել, իրենց մոտ ժամանակի ընթացքում նաեւ նկատվել է սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշների նվազում։ Եվ եկանք այն եզրահանգման, որ իսկապես COVID-ը որպես բարդություն, ընդ որում շատ ահագին ուժ, նման դեպքերում առաջացնում էր սեռական ցանկության նվազում, պոտենցիայի խանգարում, սերմնահեղուկի քանակական ու որակական ցուցանիշների անկում, հատկապես այն դեպքում այն տղամարդկանց, ովքեր որ ավելի ծանր են տարել։ Այո, շատ հետաքրքիր տվյալներ եք դուք ներկայացնում եւ դա ունի իր գիտական բացատրությունը, ապացուցված է, որ այն սպիտակուցը, որը նպաստում է SARS-CoV-2-ի, այսինքն COVID-ի հարուցչի թափանցմանը մեր օրգանիզմի բջիջներ, կարգավորվում է անդրոգեններով եւ անդրոգենների բարձր մակարդակը նպաստում է հարուցչիչ թափանցելուն եւ պաշտպանիչ դեր է խաղում։ Իսկ օրինակ մեր անցկացրած հետազոտություններով մենք քանի որ հիմնականում հոսպիտալացվում էին 50-ից բարձր տարիքի անձինք, հա, 50-ից 75 տարեկան միջակայքում գտնվող տղամարդիկ, այնց նրանց մոտ էր դիտվում հիմնականում բարդությունները, ինչը պայմանավորված էր այո տեստոստերոնի ցածր մակարդակով, այո դա պայմանավորված է տրանսմեմբրանային սպիտակուցի ուրեմն պարունակությամբ, որը կարգավորվում է հենց անդրոգեններով։ Ես ուզում եմ նշել, որ
COVID-ի ժամանակ բացի սուր փուլից, որը տևում է միջինում 5 շաբաթ, դրանից հետո մենք ունենք նաև երկարատև, այսպես կոչված long COVID համախտանիշը, որը պահպանվում է հիվանդության սուր փուլի ավարտից հետո ավելի քան 2 ամիս եւ վիճակագրորեն պայմանավորված է, կապված է, ասոցացվում է հենց COVID-19-ի հետ։ Հիմնական ախտանշանները, որոնք են երկարատև COVID-ի, դա մազաթափությունը, անոսմիան, այսինքն հոտառության նվազումը կամ հոտառության աղավաղումը, լիբիդոյի նվազումը, հեվոցը հանգստի ժամանակ, էրեկտիլ դիսֆունկցիան, դրանք հիմնական նշաններն են։ Կանանց մոտ նաև դաշտանային ցիկլի խանգարումներ կարող է դիտվել դիսպարեունիա, այսինքն ցավոտ սեռական հարաբերություն կարող է դիտվել կանանց մոտ, ինչպես նաև կանանց մոտ նույնպես կարող ենք ունենալ լիբիդոյի նվազում։ Սա հետ կովիդյան այդ long COVID ասված նշաններն են, բարդություններն են, եւ այս բարդությունների, այս նշանների ռիսկի գործոններ էլ կան, օրինակ գտնում են, որ ծխելը, ճարպակալումը, մի շարք ուրեմն ուղեկցող հիվանդությունների առկայությունը, մասնավորապես ցելիակիան, շագանակագեղձի ադենոման, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ ունեցող անձինք, այդ դեպքերում մեծանում է հավանականությունը COVID տանելուց հետո այդ long COVID համախտանիշի նշված ախտանշանների զարգացման համար։ Պարոն Ղազարյան, ինչպես պաշտպանվել զուգընկերոջից, երբ արդեն կա վարակը, զսպել ցանկությունը, թե այնուամենայնիվ ինչ որ պաշտպանիչ միջոցներ կարելի է օգտագործել։ Հիշում եմ պանդեմիայի ժամանակ նույնիսկ գուցեև կես կատակ, կես լուրջ նկարների տեսքով այսպես զրահապատ ցույց էին տալիս, թե հարաբերության, որպեսզի մեկը մյուսին չվարակեն, այսպես գլխի ծածկ ամբողջությամբ կամ բերանի խոռոչը ու քիթը փակել։ Այնուամենայնիվ կան ցուցումներ պաշտպանվել, ինչպես կամ գուցե զսպել ցանկությունը, սпасել միջև անձը լավանա։ Անձնական պաշտպանության միջոցները COVID-ի ժամանակ չունեն շատ բարձր արդյունավետություն եւ այդ պատճառով լայնորեն կիրառելու խորհուրդ ցավոք սրտի չեմ կարող տալ, բայց կարող եմ ասել, որ լավագույն տարբերակը հետեւյալն է, հիվանդության սուր շրջանում ցանկալի է ձեռնպահ մնալ սեռական ակտիվությունից, ինչու, որովհետև սեռական ակտիվության ժամանակ մեծանում է նաև օրգանիզմի թթվածնի հանդեպ մետաբոլիկ պահանջը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ մանավանդ այն անձանց մոտ, որոնք ունեն այս կամ այն ուղեկցող հիվանդություններ։ Այդ պատճառով հիվանդության սուր շրջանում ես նկատի ունեմ, քանի դեռ կան կլինիկական նշաններ, ջերմություն, թուլություն, ինքնազգացողության վատացում, ապա ցանկալի է ձեռնպահ մնալ եւ զսպել։ Այո, զսպել, այո։ Ցուցաբերել ժուշկալություն, այո, կարճատև ժամանակահատվածում, մինչև անցնեն հիվանդության այդ սուր շրջանի ախտանշանները։ Լսեցիք, մասնագետը խորհուրդ է տալիս, որ նման դեպքերում պետք է զսպել ձեր բոլոր սեռական ցանկությունները, աշխարհի վերջը չի։ Սպասեք, մարդը կլավանա, հետո արդեն կանցնեք ձեր բուն սեռական գործողությունների։ Պարոն Ղազարյան, կարող են վարակները, նույն գրիպի վարակը կամ թեկուզ COVID-ը առաջացնել երկարաժամկետ հետևանքներ, որոնք իրենց հերթին կարող են հանգեցնել օրինակ հոգեկան ինչ-որ խնդիրների, ազդել հոգեկան առողջության վրա։ Սեռականի մասին արդեն խոսեցինք։ Երկարատև COVID-ի ժամանակ հարուցիչը այո կարող է պահպանվել օրգանիզմում եւ պատճառ հանդիսանալ մի շարք նյարդային, սիրտանոթային համակարգի կողմից տարբեր բարդությունների զարգացման, մնացորդային երևույթների առաջացման, կարող է վնասել լյարդը, երիկամները, կարող է բերել նաև թույլ տարեց անձանց մոտ մենտալ հոգեկան ֆունկցիայի խանգարման, տարբեր հիպոխոնդրիկ ցնորազառնցանքային իրավիճակների։ Այո, քանի որ հարուցիչը կարող է թափանցել
հեմատոենցեֆալիկ բարիեր, այսինքն անցնել ուղեղ ողնուղեղային տարածություն, ազդել նյարդային բջիջների վրա եւ նույնիսկ ապացուցված է, որ համաճարակի ժամանակ օրինակ մինչև 8% դեպքերում էնցեֆալիտի երևույթներ են նկարագրվել հոսպիտալացված պացիենտների շրջանում։ Հարուցիչը կարող է նաև ազդել հիպոթալամուսի բջիջների վրա, բերել գոնադոտրոպ այդ ռելիզինգ կոչված այդ խթանիչ սեռական խթանիչ գործոնների արտադրության նվազման, որի հետևանքով մենք կարող ենք ունենալ այսպես կոչված երկրորդային կամ ձեռքբերովի հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ։ Մեր հանրության համար ավելի մատչելի ձևով կարող եմ ասել, որ հարուցիչը թափանցելով գլխուղի այդ հիպոթալամուս կոչված հատվածում, այն կարող է բերել այդ հատվածի կողմից, այդ օրգանի կողմից սեռական հորմոնների խթանող գործոնների արտադրության նվազում, որի հետևանքով կարող է երկարատև պահպանվել ցածր լիբիդոն, ցածր սեռական ցանկությունը եւ պատճառ հանդիսանալ տարբեր նյարդային հիվանդությունների եւ նյարդահոգեկան խանգարումների։ Արատավոր օղակի ձևով այն կարող է պատճառ հանդիսանալ անձի մոտ տարբեր նյարդաբանական եւ հոգեբանական շեղումների։ Հայ հենց դրա մասին էի ուզում հարցնել, բազմիցս եւ իմ պացիենտներից եմ լսել այդ գանգատը եւ իմ հարգարժան գոլեգաներից, նյարդաբաններից, հոգեբուժներից նշում են, որ COVID-ից հետո այս մարդը լրիվ փոխվել է ու նշում են, որ COVID-ից հետո դարձել է ագրեսիվ, շատ նյարդային, գալիս է տուն ամբողջ օրը կռիվներ անում, դրդրացնում է եւ այլն, մյուսն ասում է դալիս է սկսել է խանդի տեսարաններ, որը չկար միջև այդ եւ կապում են շատերը հենց COVID-ի հետ, ասում են COVID-ից հետո։ Ես դա շատ հաճախ եմ լսել, դուք նշեցիք, կուզենայի իհարկե լսել ձեր կարծիքը, ձեր պրակտիկայում նման պացիենտների հետ աշխատելիս նկատել եք արդյոք նման գանգատներ, որ նշում են, որ COVID-ից հետո հատկապես վարքային փոփոխություններ են նկատվել։ Այո, ոչ հաճախակի, բայց երբեմն ունեցել ենք նմանատիպ դեպքեր, երբ անձի բնավորության ակցենտավորում է դիտվում հետ-COVID-յան ժամանակահատվածում տարբեր դրսևորումներ, որի հիմքում միգուցե ընկած է նաև սեռական ոլորտի այդ շեղումները, միգուցե ցածր լիբիդոն, սակայն դա արդեն հոգեբանների եւ սեռախտաբանների մասնագիտական տիրույթում է, դրա համար մենք վարակաբաններս խորհուրդ ենք տվել հետագա հետազոտությունը եւ ուսումնասիրությունը շարունակել այդ մասնագետների մոտ։ Ինչպես նշվեց, ցանկացած վիրուս ժամանակի ընթացքում ունենում է իր բարդությունները եւ այս առումով սեռական համակարգը նույնպես կարող է տուժել։ Սակայն խնդիրը դարձելի է, հնարավոր է վերականգնել եւ մեզ այդ հարցում օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության մեգապոտենցին լոնգ բուսական հավելումը։ Մեգապոտենցին լոնգը բացառապես բուսական է, չի առաջացնում կախյալություն եւ առավելություններից մեկն այն է, որ նրա բաղադրության մեջ կան միներալներ եւ վիտամիններ։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ դրանք առանձնացված են եւ ընդունման ժամանակ նույնպես ընդունվում են առանձին եւ դա հարմար է նաեւ այն առումով, որ տուփի մեջ դրանք տեղակայված են առանձին փոքրիկ տուփերի մեջ։ Մեգապոտենցին լոնգը ժամանակի ընթացքում սկսում է վերականգնել տղամարդու սեռական առողջությունը, մասնավորապես թե լիբիդոն, թե պոտենցիան։ Առավելությունից մեկն այն է, որ շատ տղամարդիկ նախընտրում են օգտագործել այն, խուսափելով քիմիական սեռախթանիչներից, մտածելով, որ դրանք կարող են առաջացնել ինչ-որ խնդիր, մասնավորապես կախյալություն։ Առավելությունից մյուսը նաև այն է, որ մեգապոտենցին լոնգը ցուցաբերում է իր արդյունավետությունը բուժման սկզբնական ժամանակահատվածում։ Պարոն Ղազարյան, կարող են արդյոք վարակները փոխանցվել սեռական ճանապարհով, եթե դրանք առավելապես շնչառական ուղիներով են փոխանցվում։ Գիտեք, կան շնչառական վարակներ, որոնց դեպքում հարուցիչը կարող է պահպանվել եւ նույնիսկ բազմանալ ստամոքսաղիքային տրակտի լիմֆոիդ ֆոլիկուլներում։ Այդ թվում COVID-19-ի ժամանակ նույնիսկ գիտական տվյալներ կան, որ հետազոտված պացիենտներից 52%-ի մոտ հարուցիչը
կարող է պահպանվել եւ հայտնաբերվել կղանքում ավելի 12 օր ավելի քան շնչուղիներից վերցված քսուկում։ Այս պարագայում ենթադրվում է, որ օրոգենիտալ հարաբերությունների ժամանակ միգուցե հնարավոր լինի սեռական այդ հարաբերության ձևի ժամանակ վարակի փոխանցումը հիվանդ մարդուց առողջ մարդուն, բայց հիմնականում շնչառական վարակները դրանք տարածվում են օդակաթիլային ճանապարհով, COVID-ի դեպքում չի բացառվում, որոշ դեր է խաղում նաև կենցաղ կոնտակտային տարբեր առարկաների միջոցով շփման ճանապարհով վարակումը եւ մորից պտղին վարակում կարող է դիտվել նաև մոտավորապես 6% դեպքերում։ Եվ վերջում, որպես ոլորտի ներկայացուցիչ, ո՞րն է ձեր հորդորը, ինչպես ճիշտ բուժել, գրագետ բուժել, որպեսզի չտուժեն մարդու կյանքի մյուս ոլորտները։ Պետք է ժամանակին հայտնաբերել հիվանդությունը, դիմել համապատասխան մասնագետի, ջերմության բարձր լինելու պարագայում, եթե այն գերազանցում է 39 աստիճանը անպայման միջամտել, որ ստերոիդ հակաբուրբուկային դեղամիջոցներով, եթե խոսքը գնում է տարեց անձանց մոտ, ապա նրանց մոտ հոգեկան ֆունկցիայի խանգարման կանխման նպատակով նույնպես ցանկացած ջերմային ռեակցիա խորհուրդ է տրվում իջեցնել կարդիովասկուլյար, այսինքն սիրտանոթային եւ թոքային հիվանդություններով տառապող անձանց մոտ սուր շնչական վարակների հայտ գալու ժամանակ դարձյալ խորհուրդ է տրվում նույնիսկ սուբֆեբրիլ, այսինքն մինչև 38 աստիճան ջերմությունը նորից խորհուրդ է տրվում իջեցնել կանխելու մետաբոլիկ թթվածնի պահանջը երեխաների մոտ ցնցումների հակվածություն ունեցող երեխաներին խորհուրդ է տրվում ջերմության ժամանակ պայքարել, ջերմիջեցնողներ կատարել։ Քթաոսության եւ փռշտոցի դեպքում սովորաբար նշանակում ենք հակահիստամինային, այսինքն այսպես ժողովրդի մեջ տարածված հակաալերգիկ դեղամիջոցներ, հազի դեպքում խորհուրդ կտամ մեր քաղաքացիներին մեղր օգտագործել, որը ունի հակահազային էֆեկտ եւ նաեւ եթե հազը պայմանավորված է շնչուղիների բորբոքմամբ, նշանակվում են բրոնխալայնիչներ, իսկ եթե հազը պահպանվում է ավելի քան 5 օր համառ բնույթ է կրում եւ ջերմությամբ է ուղեկցվում, ապա անպայման պետք է դիմել համապատասխան մասնագետի, դա արդեն ենթադրում է բակտերիալ վարակի գումարում, որի դեպքում այո ցուցված է հակաբակտերիալ, հակաբիոտիկային դեղամիջոցների նշանակումը։ Պարոն Ղազարյան, շատ շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալից զրույցի համար։ Վստահ եմ, մեզ հետևողները հաղորդումը դիտելուց հետո կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Շնորհակալություն։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես սովորաբար պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն ակտիվություն պահելու համար։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Բժիշկ ջան, 2 տարի առաջ հարաբերությունից հետո ցավ զգացի, լուրջ չվերաբերվեցի։ Անցավ մի 2 օր, զգացի դժվարությամբ եմ միզում։ Միզելուց առաջ շատ պիտի զոր տայի, սկզբից պարկի պես հեղուկ էր դուրս թռչում, կոշտացած, մեջն էլ շատ թույլ, աննշան արյան հետքեր։ Հետո սկսեցի չկարողանալ պահել մեզս, հենց գալիս էր, պիտի այդ պահին անեի։ Դա էլ անցավ։ Հիմա շատ մեծ տարբերություն եմ զգում հարաբերությունների մեջ, կարծես առհասարակ չզգամ այն ժամանակվա պես, ինչպես նաև շուտ եմ վերջացնում։ Խնդրում եմ օգնել։ Սովորաբար նման դեպքերում մենք միշտ նշում ենք, որ ցանկալի է նշել տարիքը, բայց ինչպես հասկացա հարցի բովանդակությունից, մենք գործ ունենք միջին տարիքի անձնավորության հետ, որը նշում է, որ կա գանգատ, որը արդեն իսկ 2 տարի իրեն անհանգստացնում է։ Այս դեպքում առաջին հերթին պետք է հետազոտվել պարզելու խնդրի խորությունն ու վաղեմությունը։ Կարելի է եզրակացնել, որ գործ ունենք միզասեռական համակարգի բորբոքային պրոցեսների հետ, որոնք ժամանակի ընթացքում սկսել են բարդանալ։ Ինչու՞, որովհետև նամակագիրն ինքն է նշում, որ խնդիրը սկսել է իրեն անհանգստացնել մոտավորապես 2 տարի առաջ եւ ժամանակի ընթացքում սկսել է ավելի խորանալ, ընդհուպ հասցնելով արդեն լրջագույն բարդությունների։ Չի բացառվում, որ գործ ունենանք նաև սեռավարակների հետ, որոնք արդեն իսկ թողել են իրենց հետևանքները, քանի որ նամակագիրը նշում է, որ տուժել է սեռական ֆունկցիան։ Այս դեպքում հետազոտական փուլն անցնելուց հետո պետք է պարզել, թե ինչ բորբոքման հետ գործ ունենք։ Եթե պարզվեց, որ գործ ունենք միզուղիների եւ շագանակագեղձի բորբոքման հետ, բնականաբար
պետք է սկսել հենց այդտեղից, այսինքն կատարել հակաբորբոքային բուժում, վերացնել բորբոքումը եւ կարգավորել միզելու գործընթացը, ինչպես նաեւ պարտադիր վերացնել ցավը։ Ընդհանրապես պետք է հիշել, որ ցավը լուրջ ազդանշան է, որը վկայում է, որ միզասեռական համակարգում կա բորբոքային գործընթաց։ Հակաբորբոքային բուժումը կատարելուց հետո պետք է հանձնել կրկնակի անալիզներ, հաստատելու, որ արդյոք բորբոքումը լիովին անցել է թե ոչ, որից հետո արդեն անցնում ենք երկրորդ փուլին, սեռական ֆունկցիան խթանելու փուլին։ Այս դեպքում պետք է վերականգնել սեռական պոտենցիան եւ կարգավորել սեռական ակտի տևողությունը։ Նման դեպքերում նշանակվում են տարբեր տեսակի, ինչպես բուսական, այնպես էլ քիմիական խթանիչներ, որոնք ժամանակի ընթացքում կարգավորում են եւ ակտի տևողությունը եւ տղամարդու պոտենցիան։ Պոտենցիան կարգավորելու համար նշանակվում են բուսական ծագման խթանիչներ, ինչպես նաև քիմիական ծագման, կախված թե խնդիրը որքանով է ավելի հին եւ արտահայտված, վիտամինային կոմպլեքսներ, միներալներ եւ այլն, արյան շրջանառությունը կարգավորող դեղամիջոցներ, իսկ սեռական ակտի տևողությունը երկարաձգելու համար նույնպես նշանակվում են հատուկ դեղամիջոցներ, որոնք երկարաձգում են ակտի տևողությունը։ Սակայն այս ամենը ակտուալ է այն դեպքում, եթե տղամարդը վարում է ռեգուլյար սեռական կյանք, ինչու, որովհետեւ սեռական ֆունկցիայի վերականգնումը հնարավոր է պարզել միայն այն դեպքում, եթե տղամարդը ապրում է ռեգուլյար սեռական կյանքով։ Տղամարդու սեռական առողջությունը վերականգնելու հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր դապոքսեցին եւ տադաֆորտ դեղամիջոցներով։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթքման բուժման համար, իսկ տադաֆորտը տղամարդու սեռական պոտենցիան վերականգնելու համար։ Դապոքսեցինը ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60, թե որ դոզավորումը կընտրի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Դապոքսեցինը ունի մի առավելություն, այն սկսում է շուտ ազդել, ինչը տղամարդիկ նկատում են հենց բուժման ամենասկզբում։ Մյուս դեղամիջոցը տադաֆորտն է, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Ի տարբերություն նախորդ սերնդի նմանատիպ դեղամիջոցների, տադաֆորտը ունի առավելություն։ Նրա ազդեցությունը համեմատաբար ավելի երկար է, ակտիվությունը պահպանվում է մոտավորապես 36 ժամ։ Ուշադրություն, երկու դեղամիջոցներն էլ ունեն հակացություններ, որոնց մասին բուժող բժիշկը պարտադիր պետք է տեղեկացնի պացիենտին։ Պետք է նշեմ, որ երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման պարագայում, ինչպես նաև համալիր բուժումը ամբողջական իրականացնելու դեպքում հնարավոր է տղամարդու սեռական առողջությունը կարճ ժամանակահատվածում լիովին վերականգնել։ Սա այս տարվա մեր վերջին թողարկումն էր։ Տարին մոտենում է ավարտին։ Մի ամբողջ տարի ես եւ իմ գործընկերները փորձել ենք ձեզ փոխանցել մեր փորձը, գիտելիքները, կիսվել ենք տպավորիչ պատմություններով, որոնք վստահ եմ ձեզ տվել են եւ գիտելիք, եւ անհրաժեշտ խորհուրդներ։ Շատ բաներ է արվել, շատ բաներ էլ դեռ չեն արվել, որոնք վստահ եմ մենք կհասցնենք անել եկող տարվա ընթացքում։ Շնորհակալություն ձեր ակտիվության համար, ձեր թողած մեկնաբանությունների համար, ինչու չէ նաև քննադատությունների համար, որոնք մենք միշտ հաշվի ենք առնում եւ դա մեզ օգնում է ել ավելի լավ աշխատելու։ Եղեք առողջ եւ երջանիկ, կհանդիպենք հաջորդ տարի։